Սա Գյուլիստանն է, մեր պատմական հայրենիքի մի կտորը, որ արդեն 2 տասնամյակից ավելի է, ինչ բռնակցված է Ադրբեջանի Հանրապետությանը։ 2 տասնամյակ առաջ մենք կորցրինք Գյուլիստանը, որովհետև չկար այսօրվա հայկական կանոնավոր բանակը։ Իսկ այսօր մեր դիրքերն անառիկ են, որովհետև այսօր մեր երկիրը իդեմս հայ զինվորի տեր ու պաշտպան ունի։ Հենց Գյուլիստանին նայող այս հենակետերի պաշտպանության համար նրանք հայրենյաց պատվի զինվորները չխնայեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Նրանցից շատերն էլ այսօր շարունակում են ապրել մեր կողքին, համեստորեն կրելով ժողովրդից ստացած հերոսի պատվանունը։ Գորդ Արմանյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից է, ընտանիքի միակ առուզավակը։ Երբ եկավ հայրենիքին պարտքը տալու ժամանակը, Գորն էլ շատերի պես մեկնեց զինվորական ծառայության։ Սակայն մտքով անգամ չէր անցնում, որ վերադառնալու է հերոսի կոչմամբ։ Զրուցում ենք Գորի հետ, հարցեր եմ տալիս, հետաքրքրվում մարտական գործողության ուշագրավ դրվագներով։ Հրաժարվում է այդ մասին խոսելուց։ Ասում է, որ ինքն իրեն հերոս չի համարում։ Հերոսն իր ընկերներն են, ովքեր այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն։ Հակոբը, Էդուարդը, Արշակը, Սամվելը։ Սա իբրև պատասխան իմ հարցին, ու Գորի հայացքն ասես դատարկվում է։ Դիվերսիոն հետախուզական ներթափանցման մարտի 17-ին կատարված փորձի լիակատար ձախողումից հետո ադրբեջանական կողմը չհամակերպվելով իր բանակի վարձկան մարդասպաններով համալրված հատուկ նշանակության ստորաբաժանման պարտության մտքի հետ, մարտի 19-ին նույն զորամասի տեղամասում ձեռնարկել էր հերթական դիվերսիոն գործողությունը։ Լեռնային անտառապատ տեղանք, ռելիեֆի կտրտվածություն, ցածր տեսանելիություն, պայմաններ, որոնցից օգտվելով հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներից կազմված խմբին հաջողվել էր ապօրինի հատել Արցախի պետական սահմանը, դարանակալել առաջնագիծ տանող ճանապարհի մերձակայքում եւ մոտ տարածությունից ձեռքի նռնակներով ու հրաձգային զենքով դիմահար կրակ բացել տվյալ հատվածում մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանության բանակի ստորաբաժանման վրա։ Չնայած մարտի առաջին րոպեներին հրամանատարն արդեն իսկ վիրավորվել էր եւ արդեն իսկ զոհեր կային, տղաները խուճապի չեն մատնվել, կռվել են հակառակորդին կորուստներ պատճառելով հարկադրել նահանջի։ Անհավասար մարտի ընթացքում զոհվել էին ժամկետային զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հարությունյանը եւ Արշակ Հարությունյանը։ Մարտի ընթացքում ժամկետային զինծառայող Սամվել Հակոբյանը ծանր հրազենային վիրավորումով տեղափոխվել էր հոսպիտալ։ Ցավոք զինծառայողի կյանքը բժիշկները փրկել չկարողացան։ Հրազենային ու բեկորային վիրավորում էր ստացել նաև Գորդ Արմանյանը, ում կյանքի համար բժիշկները երկար պայքարեցին։ Մեր զինվորներին մաղթում եմ առողջություն, հաջողություն, խաղաղ երկինք, այդ կապույտ երկինք եւ խաղաղություն հիմնականում, որ վերադառնան ամեն մեկը մի տան ծուխ են։ Նրանց ծնողները բոլորը սպասում են նրանց երեխաներին, որ առողջ վերադառնան իրենց ընտանիք, իրենց ծնողներին։ Թող բոլորին Փորձանքից հեռու լինին բալես, առողջություն վերադառնան, բոլորն են մի տան, օջախի ծնունդ են, բոլորն են ծնողի զավակ են, թող բոլորն են իմ բալի պես դիգունքում կայնածն են, իրաց հայրենիքին պաշտպան լինեն։ Գորն այսօր դեռ ապաքինման փուլում է, ասում է, որ երբ արդեն հնարավոր լինի կշարունակի ուսումը։ Նա սովորում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Դեռ դպրոցական տարիներին պատմություն առարկայի օլիմպիադաների քաջամարտիկ Գորը չէր բավարարվում մտավոր գիտելիքներով։ Ըմբշամարտով էր զբաղվում ու երբ արդեն զինվորական համազգեստ էր կրում, հետախուզական ստորաբաժանումում ընդգրկվելու որոշում կայացրեց։ Հայրը պատմում է, որ Գորի հրամանատարն իրեն անձամբ ասել է, որ իր որդին այդ ստորաբաժանման լավագույն մարտիկներից է։ Իսկ արդեն Գորի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ մարտի 19-ն առաջին առերեսումը չէր հակառակորդի հետ։ Մեր երկիրը դեռ չկարգավորված հակամարտության մեջ է։ Գուցե մենք մայրաքաղաքում բնակվողներս դա այնքան էլ շոշափելիորեն չենք զգում, բայց սահմանին կանգնած զինվորը դա զգում է իր մաշկի վրա։ Գորն անկեղծանում է, առաջին անգամ ինչ խոսք փոքրինչ վախեցել է, բայց շնորհիվ փորձառու ու բանիմաց հրամանատարների եւ իրենից ավագ զինծառայողների արագ հաղթահարվել են բոլոր բարդությունները։ Ժամանակի հետ մարտական ոգին ավելի է բարձրացել։ Հետո արդեն ամեն անգամ միայն հաղթանակի մասին է մտածել։ Ասում են հաղթողների վերքերը չեն ցավում, սակայն մինչ մենք հպարտանում ենք հայրենյաց պատվի զինվորի սխրանքով, նրա հոգում մարտադաշտում ստացած բեկորի պես դեռ երկար մորմոքելու է հիշողությունը, կորստի ցավը դեռ երկար է զգացնել տալու։
Եվ գուցե այդ ցավից է, որ ծնունդ է առնում վրեժի զգացումը։ Գոռն անկեղծանում է, ապաքինվելուց հետո, եթե տղերքի կողքին կանգնելու հարկ լինի, ապա կրկին պատրաստ է հայրենիքին ծառայելուն։